մեր բանդարկյալները հենց դրա համար են բանդարկված, որովհետև պաշտպանում են մեր իրավունքները, մեր հավաքական իրավունքները, մեր ազգային իրավունքները, մեր պետական իրավունքները եւ չեմ կարծում որևէ մարդ խելամիտ եւ բարոյական ինքը չպատկերացնի թե այս ամեն ինչը ինչի դեմ է, այս ամբողջ այդպես պատերազմ է մեր ինքնության դեմ եւ մենք չենք ուզում մեր ինքնությունից զրկվենք եւ մեր սրբազանները եւ բոլոր նրանք ովքեր որ հիմա բանդարկված են գիտակցում են, գիտակցելով բայկարում են եւ մենք էլ իրենց հետ եւ որևէ նշանակություն չունի թե հիմա իրենք բանդարկված են թե ոչ, որովհետեւ պիտի պայքարենք մինչեւ վերջ կրկին ասեմ մեր ինքնության համար, մեր հավաքական իրավունքների համար, ոչ թե մեր անձնական իրավունքների եւ անձնական շահի, այլ հայի շահի համար, մեր ազգային եւ պետական շահի համար։ Բա ինչի համար են օրինակի համար բանդարկված մեր սրբազանները, ինչի համար է բանդարկված բարերարը մեր Սամվել Կարապետյանը եւ մնացածը, այսինքն եթե քաղ բանդարկյալներ չեն, ինչ են, թող իրենք ասեն, այսինքն ինչն է խնդիրը ստեղ, ինչի են բանդարկված եւ ինչի են անպայման ինչ որ մեկը որ սկսում է խոսել մեր ազգային եւ պետական շահերի մասին կամ պաշտպանում է մեր ինքնությունը կամ պայքարում է մեր ինքնության համար, մի անգամից այսինքն թիրախավորվում է